Բարի օր սիրելի երեստաթիդող, այսօր պատրաստելու ենք կարտոֆիլ սիրողների եւ հավ սիրողների համար մի հատ ուտեստ, որը երկուքը միասին միանում են, մտնում են փուր, դուրս են գալիս ու հետո սոսով են ուտվում, մի խոսքով շատ հավով ուտեստ ենք պատրաստում։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 400 գրամ հավի կրծքավիզ, 4-ից 5 հատ կարտոֆիլ, մանր կտրատած, 1 բաժակ չեդդեր պանիր, 1 բաժակ մոցարելլա պանիր, մի քանի դերև հազար, մի հատ լոլիկ, մի քիչ ազատքեր կամ մաղադանոս, 3 կարոտ բաժակ մայոնեզ, 2 ճաշի գդալ կեչուպ, 1 ճաշի գդալ սիրաչա, 1 ճաշի գդալ դիժոն մանանեխ։ Համեմունքներից օգտագործել ենք աղ, սև բղբեղ, կարմիր բղբեկուծու եւ քաղցր եւ իհարկե ցիտապտղից հետ։ Իսկ ոնց եմ սկսում։ Ամենաառաջ հավը արդեն ես մարացրել եմ, որպեսզի ժամանակ շահենք, ավելացնելու եմ իր վրա աղ, սև բղբեղ եւ կարմիր բղբեղ։ Ու տապակել եմ։ Տապակելուց հետո մի կողմ եմ թողնում, որպեսզի իմ մնացած գործողությունս անեմ։ Հիմա այստեղ ավելացնում եմ բղբեղ։ Մի քիչ էլ պապրիկա։ Աղ։ Սև բղբեղ։ Մի քիչ էլ սև բղբեղից։ Խառնում ենք։ Մեր հավը պատրաստ է։ Հիմա ես երկու տապակ պատրաստել եմ, մի հատը հավին, մի հատը կարտոֆիլին։ Մի քիչ հավին համար, մի քիչ կարտոֆիլին։ Քանի որ արդեն տապակը տաք է, ես կարող եմ ավելացնել հավը։ Մինչև որ մեր կարտոֆիլը եւ հավը պատրաստ լինեն, մենք կարող ենք կտրատել 1000-ը սենց փարակ շերտերի ենք անելու, որովհետև ամենավերջում ավելացնելու ենք մեր կարտոֆիլի եւ հավի վրա։ Այս պատրաստ է։ Հիմա կտրատելու ենք լոլիկը։ Լոլիկը մանր ենք կտրատում։ Սկզբում շերտեր ենք անում ու հետո արդեն մարացնում ենք։ Այսպես։ Շատ մանր։ Մի հատ գնում ենք կարտոֆիլն ենք խառնում։ Մի հատ նայում ենք հավին, դե շուտ է, որ պատրաստ լինի, արդեն իրեն կդարձնենք մուսկոն։ Մոտավոր ամենեկ մասը 10-ից 15 րոպե պետք է։ Կտրատում ենք։ Այսպես մանր։ Մի հատ էլ կարտոֆիլին նայենք։ Քանի որ այս ազատքեղ մաղդանոսը հետո կարող ենք անել, մի հատ լավ օջարվեմ ու քամ, դե իհարկե ABC-ով։
Բարև ձեզ։ Գնացինք։ Մի հատ ենք խառնում կարտոֆիլը։ Մի հատ էլ հավը։ Հավերնից էլ է պատրաստ, կարող ենք արդեն անչատել հավը, կմնա մի քիչ կարտոֆիլը, արդեն մի քանի րոպեից մենք պատրաստ կդինենք։ Իսկ ոնց ենք անելու, կարող ենք սոսը հետո անել, քանի որ իրեն ուղարկելու ենք ջրոց միջով բանիներ հալվի, հետո սոսը կպատրաստենք։ Ուրեմն ոնց ենք անելու, layer by layer, այսինքն շերտ դար շերտ։ Հիմա ավելացում ենք սկզբում կարտոֆիլը։ Մի քիչ այսպես դարածում ենք, այս կարտոֆիլի հոտը արդեն ենքան համով է, որ մի հատ իրան մինակը կուտեիր։ Ավելացում ենք վրան հավը, մի քիչ դարածում ենք, այսպես, ավելացում եմ մոցարելա բանիրը, ավելացում եմ չեդդեր բանիրը, իսկ հիմա ուղարկում ենք ջրոց։ Հիմա մի հատ ստեղ մաքրագործենք ու արդեն հետ վերադառնանք, բայց ես մտածում եմ, որ այնտեղ քանի որ արագ է լինելու, այսօր չեմ հասցնի մի հատ կոֆե եւ մի հատ էլ համով Smile Sweet-ից քաղցրություն ուտել։ Ինչևէ, այս ամեն ինչ արեցինք, համեմունքները դե իհարկե սև բաբեղ, կարմիր բաբեղը շատ կարևոր են, հիմա սոսի վրա էլ ավելացնելու եմ սև բաբեղ, իհարկե մենք մանրանիկ ենք օգտագործում, որովհետև որակով ամենաբարձրն է, դուք էլ կարող եք միշտ մանրանիկ օգտագործել։ Քանի որ նայեցի մի քանի րոպե էլ կուզե, որպեսզի պանիրը հալվի, ես կարող եմ մազայից մի հատ խնձոր խմել այսօր։ Մի խոսքով մի հատ խմենք մեր խնձորը ու արդեն պանիրը հալված կլինի։ Այս ոնց են հաջողացում ես մազան, որ բնդուղի համը խորկով կա, սենց ինտենսիվ, շատ եմ սիրում։ Ավելացում ենք մայոնեզը, չափաբաժինները բոլորը մենք սկզբում ասել ենք, կարող եք հետ տալ և նայել։ Ավելացում եմ կեչուպը, ավելացում եմ սիրաչան, գծու սոս այսինքն։ Եթե սիրաչա չունեք, կարող եք ովևէ մեկ գծու սոս։ Այս է դիժոն մանանեխ։ Հիմա խառնում ենք։ Իսկ հիմա սև բաբեղ մի քիչ։ Մի հատ էլ եմ խառնում և արդեն մեր սոսը պատրաստ է։ Վաու, 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 յամիտո։ Մի հատ նայեք, այս հրաշքը նայեք, ուղղակի նայեք։ Սկզբում ավելացում ենք 1000-ը, հետո լոլիկը, այսպես գտալով սոսը թնում ենք ուղղակի։ Այսօրվա մեր կարտոֆիլով և հավով ուտեստը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք և վայելեք։ Բարև օրժակ։
Դե սիրելիներս, ահա այսօրվա մեր բաղադրատոմսն էլ պատրաստ է եւ ես անհամբեր եմ փորձեմ։ Ուզում եմ վերցրած ժամանակս դուք էլ տեսնեք ոնց է այդպես իրավիճակը։ Yummy. Wow. Դուք պատկերացնում եք այս համերը։ Մի դասեք։ Պատկերացնում եք։ Ես հիմա գնում եմ դուն եւ այսի պատրաստում եմ։ Դենց բան ես ուզում սենց համով ուտես եւ լինի մեջը կարտոֆիլ եւ հավ, մի քիչ շաուրմայի նման լինի, բայց հաց չի լինի, մի քիչ սոսով լինի, բայց չգիտեմ ինչ չի լինի։ Մեջը բանջարեղեն լինի, բայց աղցան չի լինի։ Էս ոնց որ հավաքում է այդ բոլորը։ Մի խոսքով իդեալական, մի խոսքով party ուտելիք է։ Այսինքն եթե հավաքվիք եւ ուզենաք սենց համովություն մոռանալ, մի կողմից բիրա են խմելու, մի կողմից այսպիսի ուտելիք, սենց մեծ վիճակով կարող եք պատրաստել ու վայելել ձեր ընկերների հետ։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ պատրաստեցինք ձեր համար այսպիսի ամոթություն, հույսով եմ կողք կմնաք, իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին։ Ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ցտեսություն։